Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, եթերում կրկին քաղաքական խաչմերուկն է եւ կրկին մեր հյուրն է Իսրայելից, պարոն Արտյոմ Չեռնոմորյանը, բարև ձեզ պարոն Չեռնոմորյան, շնորհակալ ենք, որ Բարև միացաք ձեզ, մեզ։ պարոն Այվազյան։ Ես էլ եմ շնորհակալ հնարավորության համար։ Այսօրվա մեր զրույցի հիմնական նպատակը, պարոն Չեռնոմորյան, այն է, որ ես տեսա տարբեր հրապարակումներում, միջազգային մամուլում հիմնականում, որ Նետանյահուն կրկին ուզում է պատերազմ սկսել Իրանի դեմ եւ նույնիսկ այդ հարցով կրկին դիմել է Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին, որ ստանա նրա աջակցությունը կամ թույլտվությունը այդ հարվածները նոր իրականացնելու համար, այսինքն նոր պատերազմական գործողություն։ Եվ գիտեք ինչ անցավ իմ մտքով, դուք ավելի լավ կմեկնաբանեք իհարկե։ Վերջերս բազմահազարանոց ցույցեր տեղի ունեցան Իսրայելում, պահանջում էին Նետանյահուի հրաժարականը, դրանից բացի կոռուպցիոն սկանդալ կար, նրա մեղքը հաստատվել էր եւ Նետանյահուն դիմել էր նախագահին, որպեսզի նրան ներում շնորհվի։ Ո՞րն է ձեր կարծիքը։ Իրականում կարող է այդ ներքաղաքական խնդիրները ազդեն Նետանյահուի վրա, որպեսզի ինքը կրկին վերսկսի պատերազմ։ Շնորհակալություն հարցերի համար։ Իրականում Նատանյահուն դեռ դատարանի հստակ որոշումը չկայացրած դիմել էր Իսրայելի ուրեմն նախագահ Իցխակ Հերցոգին, որպեսզի համաներում շնորհի պարոն Հերցոգը իրեն, եւ այնպես չէ, որ դատական բոլոր գործընթացները Նատանյահուի հանդեպ արդեն ավարտվել են։ Նմանատիպ որևէ դեպք Իսրայելը իր պատմության մեջ չէր ունեցել, երբ որ հստակ մի քանի ուրեմն կոռուպցիոն սկանդալների մեջ ներգրավված Նոտանյահուն կամ վարչապետ առհասարակ դիմում է երկրի նախագահին իրեն համաներում շնորհելու խնդրանքով։ Խնդիրն այն է, որ այստեղ նաև պետք է նու զավեշ տալի հասկանում եք, այսինքն մարդը մի կողմից ասում է, որ ինքը անմեղ է, մյուս կողմից էլ դիմում է նախագահին, որ նախագահը իրեն ներում շնորհի, նախագահն է մինչև այսօր լռում է։ Նախ չպետք է մոռանալ, որ Իցխակ Հերցոգը նախկինում Ավոդա կուսակցության ղեկավարն է եղել բանվորական կուսակցության ծախակողմյան, այսինքն ավելի ընդդիմադիր հայացքներ ունեցող Հերցոգի ընտանիքը, նրա հայրը, ասենք, բավականին հայտնի քաղաքական գործիչ է եղել Իսրայելում։ Նրանք, այսինքն, հակա լիկուդյան կոալիցիայի մեջ է իր կուսակցությունը, հասկանում եք, այսինքն կարծես կառավարող կուսակցությունը դիմել է ընդդիմադիր հայացքներ ունեցող նախագահին նման խնդրով, նման խնդրանքով։ Սա առաջին պահը, եւ երկրորդն այն է, որ չնայած նրան, որ ճիշտ է Պուժին, Իցխակ Հերցոգը, որի ածականը Պուժի է, Իցխակ Հերցոգը համարվում է երկրի նախագահ ու պետք է իրեն վեճ դասի, ասենք, ընդդիմադիր հայացքներից, բայց փաստն այն է, որ մինչև օրս նման որոշում համաներում շնորհելու Նատանյահուին նախագահը չի կայացրել, սա առաջինը։ Այո, իրավացի եք, Իսրայելը արդեն պաշտոնապես դիմել է Ամերիկայի Միացյալ Նահանգներին, այս պահին իսլամական հեղափոխության պահապանները զորավարժություններ են իրականացնում Իրանում, այդ թվում հրթիռային իրենց արսենալի փորձարկումներով, որը բավականին լուրջ մտահոգություններ է առաջացրել Իսրայելում ու Իսրայելի նամակով պաշտոնական դիմել է Ամերիկայի Միացյալ Նահանգներին Իսրայելի նկատմամբ հնարավոր պատերազմը գնահատելով 50-50, այսինքն հնարավոր է, որ հենց այս ռազմական զորավարժություններից հետո կարող է հաջորդի կամ ընթացքում կարող է իբր լինի հարձակում Իսրայելի տարածքի վրա։ Ես հակված եմ չհավատալ Իսրայելի կառավարության այս նամակներին, որովհետև անդադ Նատանյահուն տասնյակ տարիներ է թե Մայքի գրասենյակից եւ բոլոր հարթակներից տարիներ շարունակ ասում է Իրանը, Իրան, Իրան, Իրանը, ի վերջո այս պատերազմը հրահրեցին, հարձակվեցին Իրանի միջուկային ծրագրերն իբր հետ գծեցին, բայց Իրանը շատ արագ կերպով չասեմ միջուկայինը, բայց իր բալիստիկ հրթիռների արտադրությունը ի շնորհիվ Ռուսաստանի եւ ի շնորհիվ Չինաստանի կարողացավ վերականգնել եւ ստացավ նաեւ Ռուսաստանից եւ Չինաստանից հակաօդային պաշտպանության միջոցներ, նաեւ ինքնաթիռներ, չգիտեմ, չեմ կարող հաստատել, որ արդեն Ռուսաստանը փոխանցել է Իրանին ինքնաթիռներ սուեր, բայց ամենայն դեպս ասում են, խոսում են իսրայելյան ամենայն դեպս ուրեմն հետախուզությունը սրա մասին շատ ավելի լավ կիմանա, քան մենք միասին։
Իսրայելը այս պահին ավելի մեծ հավանականություն ունի պատերազմ սկսելու Լիբանանի դեմ, այլ ոչ թե Իրանի։ Ինչու չի սկսի Իրանի դեմ Իսրայելը պատերազմ եւ նախահարձակ չի լինի։ Մի շատ պարզ պատճառով, հիշում եք, հունիսի 13-ի հարձակումը, որ տեղի ունեցավ Իրանի նկատմամբ, այն ժամանակ 3 ավիակիր կանգնած էր Պարսից ծոցում, ողջ, ասենք, իսրայելյան կոալիցիան, նույնիսկ արաբական պետությունները աջակցում էին Իսրայելին, այսինքն փակում էին մասամբ Իսրայելի օդը եւ սրանով հանդերձ ինչքան հրթիռ ընկավ եւ որքան ավերվածություններ եղան, ասենք, խաղաղ բնակության շրջանում, այսինքն բնակիչներ զոհվեցին, շենքեր ավերվեցին։ Այս պարագայում Ամերիկան չունի համապատասխան ներուժ այս պահին Պարսից ծոցում, քանի որ Դոնալդ Տրամպը այժմ Վենեսուելայի այսպես վհուկա որսով է զբաղված Վենեսուելայում, այսինքն իր ավիակիրները տեղափոխել է Վենեսուելայի ափերի մոտ։ Սա է խնդիրը, այսինքն եթե Իսրայելը հիմա ուզենա այլ նախահարցակ լինի, իր օդը ամբողջությամբ առանց ամերիկական ավիակիրների պաշտպանել հնարավորություն չունի։ Այն դեպքում, որ առաջին այս հզոր հարձակումից հետո փոխադարձ այսպես ռակետա հրթիռային պինգ-պոնգից հետո երկուսն էլ արել են համապատասխան հետևություններ եւ Իրանը եւ Իսրայելը։ Այսինքն սա հնարավոր չէ, ուղղակի ներքին ինձ թվում է լսարանի համար, քանի որ հունվարի 1-ին նորից Իսրայելում սպասվում են թանկացումներ, այս միլիարդավոր դոլարները, 100 միլիարդավոր դոլարները, որ ծախսվում են այս պատերազմի, հիշեցնեմ, որ մինչև Լիտանի գետը իսրայելյան բանակը գտնվում է Լիբանանում, 18 կիլոմետր հեռու գտնվում է Դամասկոսում, Գազայի գոտին կիսվել երկու մասի, այստեղ բավականին լուրջ դիվիզիաներով տանկային ստորաբաժանումներ հրետանի գտնվում են դերևս Գազայի գոտում, սահմանապահ հիմնախնդիրներ կան այժմ Լիբանանի հետ, սահմանապահ հիմնախնդիրներ կան բավականին լուրջ այժմ Հորդանանի հետ, որտեղից ասենք ԱԹՍՆ-ի միջոցով զենքի մաքսանենգ կերպով զենք է տեղափոխվում Իսրայել ԱԹՍՆ-ի միջոցով եւ ասենք Հորդանան հնարավորություն չունի սա կանխելու։ Իսկ իսկ ինչ կա պարոն Չեռնոբորյան Լիբանանից։ Մենք տեսնում ենք, որ Իսրայելը հաճախ հարվածներ է հասցնում Լիբանանում։ Այո, հաջող հարվածներ է հասցնում, հենց որ ասենք հետախուզությունը ստանում է կոնկրետ տեղեկություններ Լիբանանի հարավում Հեզբոլայի կողմից դիրքերի ամրապնդման, նոր զենք զինամթերքի տեղափոխման հետ կապված անմիջապես օդային հարվածներ են տեղի ունենում։ Լիբանանում իրավիճակը բավականին բարդ է, ասեմ ձեզ, որովհետև Այունի կառավարությունը հնարավորություն չունի զինաթափելու Հեզբոլային։ Նու հասարակ ամեն այսպես թեթև հաշվարկներով միասին հաշվարկենք, տեսնենք, եթե մոտ 6000 զինվոր ունի Լիբանանի բանակը, ինչ է 6000-ը, ասենք, ենթադրենք Հեզբոլայի հայտարարած 100,000-ի դիմաց։ Ենթադրենք 100,000-ը չունի, թող 50,000 ունենա կամ 40,000 ունենա, ինչպես եք պատկերացնում, որ այս պատերազմից Լիբանանի դեմ այս հարվածներից հետո, երբ որ երկուստեք բազմաթիվ զոհեր գրանցվեցին եւ մեկ տարուց ավելի Հեզբոլահը ահաբեկում էր եւ ավերում էր ողջ հյուսիսային Իսրայելի տարածքները, սրանից հետո ասենք կարող է ամեն ինչ այսպես միանգամից հանդարտվել։ Իհարկե հնարավոր չէ, Լիբանանը փորձեր է կատարում կառավարությունը փորձեր է կատարում իբր զինաթափելու, Տրամպը եւ Նատանյահուն վերջնաժամկետ էին տվել Հեզբոլահին զինաթափվելու, իսկ Հեզբոլահը իհարկե զինաթափելու որևէ մտադրություն չունի եւ նաեւ Իսրայելում շատ վերլուծաբաններ հետաքրքիր փաստեր են բերում, որ նույն, ասենք, լիբանանյան բանակի մարտիկը, որ մի քանի $100 աշխատավարձ է ստանում, առավոտյան կարող է երեկոյան ծառայել նաև Հեզբոլայի համար, այսինքն ինչպես ինքը լինելով եւ լիբանանյան բանակի ծառայության մեջ եւ Հեզբոլայի ծառայության մեջ ինքն իրեն պետք է զինաթափի։ Սա ուղղակի աբսուրդի ժանրից է եւ ցավոք սրտի վախենում եմ, որ Աստված մի առասցե նաև Լիբանանում իրավիճակը ներքին անկայունանա, որովհետև Հեզբոլլահ ունի բավական մեծ քանակությամբ զենք ու զինամթերք, ի տարբերություն լիբանանյան բանակի, եւ պետք է նաև ցես հիշեցնեմ, որ Հեզբոլլահի բանակը ամբողջությամբ զինված է ռուսական զենքով, հա, այսինքն այդ կորնետները, որ Հեզբոլլահը ստացել է Իրանից, իհարկե սրանք ռուսական արտադրության եւ որ զենք ու զինամթերքը
Հեզբոլլահի եւ Համասի բոլորի զենք ու զինամթերք այս ահաբեկիչների ռուսական արտադրության, այսինքն չունեն մեծամասամբ ամերիկյան արտադրության զինատեսակներ։ Սա է հիմնախնդիրը եւ Լիբանանյան կառավարությունը ինչքան էլ որ փորձի, ասենք ֆրանսիական մասնագետների հետ շփումներ ունենա, որոշակի զենք զինամթերք ստանա նաեւ Ֆրանսիայից շատ սահմանափակ քանակությամբ համենայն դեպս հնարավորություն չունի ամբողջությամբ զինաթափելու Հեզբոլլահին, իսկ Հեզբոլլահը միշտ էլ պետք է ջանքեր գործադրի իր արսենալը վերականգնելու հետ կապված եւ այստեղ նաեւ մի շատ վատ տեղեկություններ կան, որ Թուրքիան սկսել է ներթափանցել նաեւ դեպի Լիբանան եւ Թուրքիան նաեւ աջակցում է Հեզբոլլահին, եթե նախկինում Իրանն էր իր լծակներով, իր պրոքսիների միջոցով կարողանում զենք զինամթերք տեղափոխել Հեզբոլլահին, այժմ Թուրքիան իր վրա է վերցրել այդ աշխատանքները եւ օգնում է Հեզբոլլահին զինվել տալով ճանապարհներ Սիրիայից Ալ-Շարայի կառավարությունը, որպեսզի Հեզբոլլահը կարողանա վերականգնել իր ուրեմն երբեմնի հզորությունը ռազմատեխնիկայի եւ ռազմական, այսինքն հրթիռների եւ մնացած արսենալի հետ կապված։ Սա իրականությունը, այսինքն ավելի շատ իմ կարծիքով լինելու է պատերազմ հիմա Լիբանանի հետ, քան թե Իրանի։ Տեսեք հութի եղբայրները դադարեցել են իրենց ռմբահարումները, բարեբախտաբար Գազայի գոտում իրավիճակը այժմ Ինչի հետ է դա կապված։ դա կախված է նրա հետ, որ բավականին լուրջ հարվածներ հասցվեցին Սանայի եւ Հուդեյդա նավահանգստի էտա Ենթակառուցվածքները։ ենթակառուցվածքներին բավականին հարվածներ կերան, շատ ցավագին Այդ ու շատ Բելարուսից էին զենք տեղափոխում, հա, որքան հասկացա։ Նման այո, նման տեղեկություններ կար։ տեղեկություններ կան, բայց ես չեմ կարող սրանք հաստատել, տարբեր ինչ տեսակի խոսակցություններ ասած չեմ պատտվում, թե որտեղից ինչ զենք են ստանում, ինչեր են անում, համենայն դեպս այսպես ասեմ, Իսրայելում տնտեսական լուրջ ճգնաժամ է սկսվելու հունվար ամսից, քանի որ այդ հարյուրավոր միլիարդավոր դոլարները, որ ծախսվել են ու հիմա էլ ծախսվում են, նաև շատ հետաքրքիր տեղեկություններ ստացա Իսրայելի սահմանապահ ուրեմն բանակի սահմանապահ ծառայությունների հետ կապված վերջերս մի հետաքրքիր վերլուծություն լսեցի, պարզվում է, որ 2017 թվականին միայն Իսրայելը հրամանագիր է ստորագրել ստեղծելու սահմանապահ զորքեր, պատկերացնում եք, մինչև 2017 թիվը Իսրայելի սահմանները բաց էին, այսինքն սահմանապահ ստորաբաժանումներ Իսրայելը չի ունեցել երբևէ։ 2020 թվականին նոր կազմավորվել են, սկսել են կազմավորվել սահմանապահ զորքերը, որոնք ասենք ընդհանրապես զինված են թեթև հրաձգային զինատեսակներով եւ մոբիլ այսպես խմբեր են իրենց ներկայացնում, այսինքն ընդհանրապես աշխարհում երկու տեսակի սա առաջին համաշխարհային պատերազմից հետո դոկտրինական սահմանների պահպանումը, մեկը գերմանական, մեկը ֆրանսիական։ Ֆրանսիական իրենից ենթադրում է իրարից բավական հեռու ասենք տեղակայված սահմանային խոշոր ստորաբաժանումներ, որոնք ունեն թեթև ուրեմն ձերի վրա ուրեմն ստորաբաժանումներ, որոնք արագ հսկում են անընդհատ սահման, իսկ գերմանացիները այլ ուղով գնացին, որը վերցրեց նաև հետագայում սովետական միությունը, որը նաև բաժին հասավ նաև Հայաստանի Հանրապետության, այսինքն բլինդաժներ այսպես խրամատներով իրար կապված իր այս մի քանի 2-3 կիլոմետր հեռավորության վրա գտնվող հենակետեր սահմանային եւ այլն եւ այլն։ Իսրայելը ոչ սա ուներ, ոչ նա ուներ, բաժանարար պատը կառուցեցին, միլիարդներով գումարներ ծախսեցին եւ փաստն այն է, որ այդ բաժանարար պատը կարողացան շատ հանգիստ պայթեցնել, ներխուժել եւ պարոն Այվազյան վերջերս բանակային ուրեմն հետաքննություն տեղի ունեցավ եւ պարզվեց, որ ընդամենը 700 մարդ է եղել հոկտեմբերի 7-ին այդ ստորաբաժանումներում ներխուժած 10,000-ի դիմաց։ Պարզ է, որ այդ 700-ից մի մասն էլ զինված չի եղել։ Պատկերացնում եք, այսինքն այն աղջիկներն ու տղաներն են, ովքեր որ ասենք այդ կոճակ սեղմողներն են եղել, որովհետև տեղադրված են եղել արհեստական բանականությամբ օժտված գնդացիներ, որոնք ցանկացած տեղաշարժի դեպքում կարող են բացել, ասենք ահաբեկիչների վրա, բայց ահաբեկիչները մինչև կսեղմեին այդ կոճակը, որ դրանք ակտիվացնեն, անմիջապես բոլոր գնդացիները ԱԹՍ-ներով վերացրել էին Համասը, այսինքն բավականին լուրջ կազմակերպված, նաև նորից հիշեցնեմ, որ հոկտեմբերի 7-ը, երբ որ տեղի ունեցավ Իսրայելի վրա հարձակումը, սա Վլադիմիր Պուտինի ծննդյան օրն է։ Ցավոք սրտի Հայաստանում սրա մասին չեն խոսում, ամբողջ աշխարհում Իսրայելում նույնիսկ վախենում են սրա մասին խոսել, որ հոկտեմբերի 7-ը
գիտեք, ռուսները սիրում են տարբեր տեսակի այսպես հետաքրքիր օրեր, հա, փետրվարի 23, մայիսի 9, սիմվոլիկան իրենց համար մեծ նշանակություն է Ալիևն էլ է հատկապես սիրում։ Այո, Ալիևն էլ է սիրում շատ եւ հոկտեմբերի 7-ը սա Պուտինի ծննդյան օրն է։ Այսինքն եւ Իսրայելում սրա մասին չեն խոսում, վախենում են, էլի, եւ Հայաստանում ընդհանրապես չեն խոսում, որ հարձակումը Համասի ինչու ընտրվեց հենց հոկտեմբերի 7-ին։ Եվ այստեղ ռուսական հետքը իհարկե շատ մեծ նշանակություն ունի, ովքեր որ այսպես խաչակնկվեն, ասեն, չէ, ինչ գործ ունի Ռուսաստանը այստեղ կապ չունի, ամենայն դեպս երկրորդ այսպես ասած ռուսերեն ֆրոնտը ճակատը բացելու համար էր սա իրականացվել եւ հենց հոկտեմբերի 7-ն էլ իմ կարծիքով պատահաբար Պուտինի ծննդյան օրը նշել էին հենց Իսրայելի վրա հարձակումով։ Հիմա ձեր թույլտվությամբ մեկ երկու կարևոր ամփոփիչ նաեւ խոսենք պարոն Զարե Սինանյանի այցի հետ կապված Սիրով։ 15 տարի Սփյուռքի գլխավոր հանձնակատար լինի թե նախարար լինի, որևէ Այո։ այցելություն Իսրայել տեղի չէր ունեցել։ Եվ այս կովերի պարտեզի հետ կապված մեր անհանգստությունը, մեր բարձրացած հիմնախնդիրները եւ նաեւ մեր հանդիպումները Սփյուռքի գլխավոր գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակում իհարկե տվեցին բավականին լավ արդյունքներ, պետությունը հետաքրքրված է իհարկե դեսպանի մակարդակով անդադ հետևում են իրադարձություններին, թե ինչ է Իսրայելում տեղի ունենում, բայց առաջին անգամ 15 տարի անց տեղի ունեցավ, ասենք, նման հանդիպում զուտ համայնքների համար է եկել պարոն Սինանյանը, այսինքն պետական որևէ հանդիպում, ասենք, որևէ գերատեսչության հետ հրեական տեղի չունեցավ, այլ այցը զուտ այսպես Համայնքի հետ հայկական էր հանդիպման։ համայնքների հետ աշխատանք, հարաբերությունների սերտացում, տեղում ծանոթացում համայնքների ընդհանուր հիմնախնդիրներին, նախ դիմավորել էին պարոն Սինանյանին Երուսաղեմում, հանդիպում էր տեղ ունեցել մեր պատրիարքի հետ, ինչպես պարոն Սինանյանը հանդիպման ժամանակ Յաֆոյում մեզ տեղեկացրեց, նաև խոսք էր գնացել կովերի պարտեզի հիմնախնդրի մասին, այսինքն պարոն Սինանյանին ներկայացվել է իրավիճակը, թե ինչ իրավիճակում է այժմ գտնվում դատական այս ուրեմն հայցերը, ինչքան որ ես հասկանում եմ այս 20 կապիտալ կազմակերպության դեմ, նաև նա հանդիպում էր ունեցել Փրկենք հայկական համայնքը ուրեմն այս մեր երիտասարդ շարժման ներկայացուցիչների տղաների հետ հանդիպում են ունեցել Երուսաղեմում Շատ լավ, հանդիպումը հրաշալի։ ռամկավարների այո Թեյկերան ակումբում էր տեղ ունեցել այնուհետև նրանք ուղևորվել են դեպի Հայֆա, Հայֆայում Սուրբ Եղիա եկեղեցում տեղի ունեցել նաև ընդունելություն մեր պատվիրակության, իսկ այնուհետև ամսու 17-ին մեր պատվիրակները երեք ուրեմն պատվիրակեր պարոն Սինանյանն էր, պարոն Ալեքսանյան եւ Նայրա անունը ազգանունը մոռացա կներեք Գյուրեղյան եւ տեղի ունեցավ պսակադրություն Պետախտիկվա քաղաքում ցեղասպանության զոհերի հուշարձանին ներկայացվեց պարոն Սինանյանին նաև կատարված աշխատանքները Պետախտիկվայի հայկական համայնքի գործունեություն հիմնականում ու սերտ կապերն ու համագործակցությունը Պետախտիկվայի քաղաքապետարանի հետ եւ այնուհետեւ երեկոյան տեղի ունեցավ Սուրբ Նիկողայոս վանքի սրահում բավականին լայն ընդարձակ ուրեմն երեկո ներկայացվեց պարոն Սինանյանը ներկայացրեց կատարված աշխատանքները եւ տեղի ունեցավ բավական երկար, մոտ 2 ժամ հարց ու պատասխան, մարդիկ հավաքվել են տարատեսակ հարցերով, սկսած հողային օրենսգրքից, տան վարձակալություններից, տների ձեռքբերման հիմնախնդիրներից, վերջացրած քաղաքացիություն ստանալու դժվարություններից եւ տասնյակ հարցեր բարձրացվեցին ու ասենք գրասենյակի հայրենադարձության վարչության պետ պարոն Ալեքսանյանը նաև բոլորի հեռախոսահամարները տիկին Նայիրայի հետ միասին վերցրեցին, կապերը հաստատվեցին մեր համայնքի ու պարոն Սինանյանի գրասենյակի միջև, այսինքն ընդհանուր առմամբ գնահատելով եւ շատ դրական եմ գնահատում, որ ի վերջո մեր կառավարությունը լսեց մեր հորդորները, եկան ներկայացուցիչներ ուղարկեցին պաշտոնական Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գլխավորությամբ տեղ ունեցան Նաև այս ձեր կարևոր ակտիվությունն էր շատ կարևոր այս գործում։ Այո, ես էլ եմ նաև իմ փոքրիկ լուման ունեցել այս հանդիպումները կազմակերպելու հետ կապված բարեբախտաբար ու մեծ սիրով ընդունեցինք մեր հայ պատվիրակներին մեկ բացասական բան կարող եմ ուղղակի ասել, որ ցավոք սրտի
դաշնակցական կուսակցությունը դաշնակցական տեղի կառույցները բոյկոտեցին եւ հանդիպումներին չմասնակցեցին եւ չուզեցին հանդիպել, ասենք, մեր պարոն Սինանյանի հետ, ասենք, մեր կառավարության ներկայացուցչի հետ։ Ես որևէ գնահատական այս վարկագծին տալ չեմ ուզում, չեմ կարող եւ չեմ էլ ուզում անկեղծ ասած, այսինքն կարող եմ, շատ կարող եմ, բայց նպատակահարմար չեմ գտնում, սա նրանց կուսակցական մոտեցումներն են, ես Աստծուն փառք որևէ կուսակցության չեմ հայել եւ Ժամանակավորը իրենք էլ կփոխվեն։ դե չգիտեմ, համենայն դեպս իմ կարծիքով երբ որ ասենք պետության ներկայացուցիչը Եկեղեցին էլ գալիս կփոխվի, իրենք էլ կփոխվեն ամեն դե ինչ։ հուսանք համենայն դեպս ինչքան որ ինձ թվում է պետք է համայնքը ամենայն դեպս միասնաբար լինի նախկինը որ ասենք նախկին կառավարությունից ներկայացուցիչներ են գալիս բոլորը միասին ընդունում էին անկախ նրանից թե կային այդ Չէ, պարոն Չեռնոմորյան, կառավարության իրականում Զարեսինյանը շատ ակտիվ է եւ շատ ողջունելի է նրա ակտիվությունը, շատ կարեւոր է նաեւ ձեր դերակատարությունը, իհարկե։ Հիմա կարծում եմ ամենակարևորը այն է, որ հիմա այն ամենը, ինչ արձանագրվեց, կառավարությունը լսի եւ փորձեն արդեն միասնական ջանքերով լուծել այդ բոլոր խնդիրները։ Հակառակ պարագայում միայն պարոն Զարեսինյանի գրասենյակը կարծում եմ իր վիճակի չի լինելու այդ հարցերը լուծել։ Այսինքն Հայաստանի կառավարությունը անպայման պետք է օգնի Զարեսինյանին, որպեսզի այդ բոլոր բարձրաձայնված եւ գրի առված խնդիրները լուծվեն։ Այո, եւ նաեւ պետք է այստեղ ասել, որ շատ-շատ կարեւոր է այժմ, քանի որ դուք գիտեք, որ հիմա Կիպրոսը, Հունաստանը եւ Իսրայելը մտադիր են նոր ռազմական, այսպես կառույց ստեղծել, արդեն կոնկրետ բանակ ստեղծել փոքրիկ ստորաբաժանում 2500 հոգուց բաղկացած եւ հակաթուրքական կոալիցիա է ստեղծում այժմ Էրդողանը հասել է մինչև Իսրայելի սահմաններին թե Սիրիայի կողմից որոշակի փորձում է ներթափանցել Լիբանան ակտիվացել է Լիբանանում իր հետախուզությունը թուրքական ցավոք սրտի Իսրայելը սա շատ լավ գնահատում է, լավ հասկանում է դերևս այս տարվա հունվարին իսրայելական հետազոտական ինստիտուտներն արդեն այդ մասին նշել են, որ Իրանից հետո Իրանի հարցը ուշ թե շուտ այս մոտ ժամանակներս կփակվի, այս այաթոլլաների ռեժիմը պատկերացրեք Թեհրանն են արդեն էվակուացնում ջուր չունեն խմելու, այսինքն ինչ վիճակի են Թեհրանում հիմա մարդիկ ապրում, այս պարագայում Իսրայելը շատ մեծ նշանակություն տալով իհարկե Իրանից եկող ուրեմն հիմնախնդիրներին, բայց այժմ թիրախավորման կամաց վեկտորը փոխվում է դեպի Թուրքիա եւ շատ Բնական հարցերում Թուրքիային կասեցվում է եւ այս պարագայում նաեւ ես նկատում եմ որ Ադրբեջանի հետ հարաբերությունները կարծես վերջին ժամանակներս ես մի քանի ամիսների ընթացքում որևէ նոր զենքի պայմանագիր, նոր զենքի փոխանցում նման տեղեկություններ չեն ներթափանցել իսրայելական մամուլ, այսինքն ասել կուզի որ նախկինում այնինչ որ պայմանագիր կնքել էին մինչև 2023 թվականը 24 թվականը մոտ եւս 4 միլիարդ դոլարի հակաօդային պաշտպանություն, ռադարներ, հատուկ ստորաբաժանումները ուրեմն ստորաբաժանումներն ուղղորդելու հետ կապված հատուկ ծրագրային համակարգեր, սրանք մասամբ փոխանցվել են, մասամբ էլ փոխանցվելու են այս ընթացքում, քանի որ պատերազմի ընթացքում Իսրայելը նույնիսկ հետ էր բերել շատ զինատեսակներ Ադրբեջանից Համենայն դեպս ինձ թվում է, որ իսրայելա-ադրբեջանական հարաբերությունները զենքի հետ կապված մի փոքր գուցե եւ դանդաղ են, որովհետեւ Իսրայելը հիմի շատ ավելի լուրջ այսպես բիզնես պարտներներ է ձեռք բերել հանձինս Եվրոպայի միլիարդավոր դոլարների պայմանագրեր են կնքել թե Գերմանիայի հետ, թե եվրոպական մի շարք այլ պետությունների հետ, այսինքն Ադրբեջանը կարծես թե որպես զինատեսակների խոշոր գործընկեր, որը կարելի ասել Իսրայելի երրորդ գործընկերն էր այս տարիների ընթացքում այո, որպես զենք գնող, արդեն հետին պլան է մղվում եվրոպական ուրեմն ավելի մեծ գումարներ տրամադրող ավելի հարուստ պետությունների հետ համեմատած։ Սա իհարկե դրական է, բայց սա չի նշանակում, որ Ադրբեջանը չի զինվում, սա չի նշանակում, որ Ադրբեջանը չի շարունակում նորագույն զինատեսակներ նաև եվրոպական պետությունների ձեռք բերել, իսկ Հայաստանը
նույնիսկ մեկ ինքնաթիռ քանի տարի ձեռք չի բերել, հակաօդային պաշտպանություն ձեռք չի բերել, ուղղակի ԱԹՍ-ներով չես կարող պետության օդը պաշտպանել եւ հակաօդային պաշտպանություն եթե չունես այսինքն հրթիռների բալիստիկ հրթիռների դեմ որևէ ասենք հակաօդային միջոցներ չունես։ Չգիտեմ, վիճակը շատ տխուր է։ Ես ամեն անգամ չգիտեմ, պատմեցի ձեզ, որ զինվորներ էին եկել մեր մոտ նախորդ անգամ 44-օրյա Այո, պատերազմի հետ պատմել եք։ կապված, այո, ամենայն դեպս ցանկացած հնարավորություն, երբ որ հանդիպում ենք, ասենք, պետության պաշտպանության ոլորտի հետ կապ ունեցող, առնչություն ունեցող պաշտոնյաների հետ, օրինակ Հանձնես Անդրանիկ Քոչարյան, ես ամեն անգամ իմ մտահոգությունները փոխանցում եմ Հայաստանի կառավարությանը հանձնես հակաօդային պաշտպանության տեսնելով թե ինչպիսի զինատեսակներ է Ադրբեջանը գնել Իսրայելից, անդադ մտահոգություն ենք հայտնում եւ խնդրում ենք որ ամեն րոպե մտածեն Հայաստանի օդը փակելու մասին, անջատվեն այդ ռուսական համակարգից, այդ հետամնաց համակարգից, որոնք այսօր Ուկրաինայի մարտադաշտում ցույց են տալիս սարսափելի արդյունքներ եւ չեն էֆեկտիվ չեն, ասենք, արևմտյան զինատեսակների դեմ մի խոսքով, սա է իրականությունը, համենայն դեպս ձեր լսարանի միջոցով էլ նորից խնդրում եմ ամեն վարքյան զինվեք, խաղաղությունը լավ է, բայց խաղաղություն ունենալու համար պետք է ամեն րոպե զինվես, եթե հզոր բանակ չունենաս, չվերականգնես քո նախկին հզորությունները, նախկին չէ, այսինքն չունենաս արևմտյան տիպի բանակ, օրինակ Ադրբեջանին օգնում է Թուրքիան եւ զորավարությունների միջոցով եւ զինատեսակների Այո, միջոցով Ադրբեջանն այսօր ունի ՆԱՏՕ-ի ուրեմն համակարգով բանակ, անցել է լրիվ ՆԱՏՕ-ական համակարգին, իսկ Հայաստանը դեռ նայում է մեր զինվորներին գեղեցիկ համազգեստներ ունեն, բայց նույն այդ ԱԿՄ-ները, ԱԿՍ-ները, նույն այդ Կալաշնիկով ավտոմատները Կալաշնիկովի, որ շատ ցավալի է։ Միթե Կալաշնիկովից այս կողմ 74 թվից այս կողմ առաջ չեն գնացել։ շատ շնորհակալ ենք, պարոն Չերնոմորյան, այսօրվա զրույցի համար։ Ես էլ եմ շնորհակալ եւ Աստված մեզ պահապան, հուսով ենք, որ նոր պատերազմի մարտահրավերների առջև չի հայտնվի մեր հայկական համայնքը եւ գոնե նոր տարին խաղաղ կդիմավորենք նախորդ տարիների փոխարեն։ Շնորհակալություն, կհանդիպենք։ Ես էլ եմ շնորհակալ։